Դերասան Հովակ Գալոյանը այս շրջանում ներգրավված է «Վերջին զանգը» հեռուստասերիալում, որտեղ հանդես է գալիս առանցքային հերոսներից մեկի կերպարով, ու բնական է, որ նրա հանդեպ ուշադրությունը այս շրջանում պետք է մեծանար։ Հիմա էլ հայտնվել են համացանցում կադրեր, որտեղ երևում է, թե ինչպես է Հովակ Գալոյանը փոխում իր արտաքին տեսքը, իսկ հոլովակի վերջում կեսկատակ, կեսլուրջ հետևորդներին հարցնում. «Էս էիք ուզում»։ Հովակ Գալոյանի թատերական կարիերան սկսվել է 1992 թվականին Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում։ 1994 թվականից նա միացել է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնին, որտեղ հանդես է եկել բազմաթիվ ներկայացումներում։ Բացի թատերական գործունեությունից, Հովակ Գալոյանը ակտիվորեն մասնակցել է կինո և հեռուստատեսային նախագծերին։ Նա նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում և սերիալներում։ Դեռ տարիներ առաջ անդրադառնալով հեռուստասերիալներում նկարահանվելու թեմային, Հովակ Գալոյանը նշել էր, որ եթե առաջարկ լինի, կընդունի այն։ Դա իմ աշխատանքն է, եթե ես դա չանեմ, բա էլով անի։ Երևի արդեն սեպտեմբերին կլինեն նոր առաջարկներ։ Իհարկե եղել են հրավերներ, որոնցից ես հրաժարվել եմ նաև գումարային հարցերի շուրջ անհամաձայնության պատճառով, ինչ թաքցնեմ։ Երազանք ունեմ իմ իսկ նախաձեռնությամբ Ղարաբաղյան պատերազմի մասին ֆիլմ նկարահանել, այդ ուղղությամբ քայլեր արվում են։ Դա իհարկե բարդ գործընթաց է, սակայն նորություններ հայտնել դեռ չեմ կարող, սպասողական վիճակում եմ։ Ամեն դեպքում նպատակս իրականացման փուլում է, ինքս կլինեմ ֆիլմի գլխավոր ռեժիսորը, սակայն կհրավիրեմ այլ ռեժիսորի ևս։ Մեր թատրոնը տարին 3-4 նոր ներկայացում է հանձնում հանդիսատեսի դատին, այսինքն մեզ մոտ խաղացանկը փոփոխական է։ Իհարկե կան ներկայացումներ, որոնք մնում են հանդիսատեսի շրջանում պահանջարկ վայելելու հանգամանքից ելնելով։ Ի դեպ, մեր թատրոնում սեպտեմբերին կլինի ուշ լինի ներկայացման պրեմիերան։ Ինչ վերաբերում է թարմշնչին, պետք է նկատեմ, որ մեզ մոտ նոր սերունդ կա, կան ներկայացումներ, որոնցում զբաղված են հետաքրքիր խարիզմատիկ երիտասարդներ, սակայն խնդիրը նրանց թատրոնում պահելն է։ Թատրոնն առանց երիտասարդների մեռած է, սակայն երիտասարդներին պահելը միայն թատրոնից չէ, որ կախված է։ Դա պայմանավորված է երիտասարդի մտածելակերպից, մեծապես նաև ֆինանսական դրությունից։ Շատ շնորհքով դերասաններ գնում են արտագնա աշխատանքի, որ կարողանան գումար վաստակել։ Այսօր ժողովուրդը խոր իմաստ, հետաքրքիր ներկայացման պահանջ ունի, թեկուզ կոմեդիայի, բայց խորը։ Բացի այդ, օրինակ, խորհրդային տարիներին գոյություն ունեին հրաշալի ավանդույթներ, որոնք հարկավոր է այսօր էլ կիրառել։ Այն ժամանակ թատրոնների հայտնի դերասաններ, ասենք Մետաքսյա Սիմոնյանը, պապս Հովակ Գալոյանը եւ այլք, գնում էին մարզեր, գյուղերի ակումբներում լուրջ ներկայացումներով էին հանդես գալիս։ Հիմա մտածում են այդպես ոնց կլինի։ Գյուղացիները կովը կթում էին, դաշտից գալիս էին տուն, գործերն ավարտում էին ու գնում ակումբ։ Դոստոևսկու ապուշն էին դիտում, այդպիսով ստեղծվում էր գյուղական ինտելիգենցիա։ Այդ մարդիկ հնարավորություն ունեին նայելու ներկայացումներ, որոնք Մոսկվայում մրցանակի էին արժանանում։ Այսօր էլ ժողովրդին պետք է տալ այդ այլընտրանքը։ 2 տարի առաջ մարզերից մեկում բարեգործական նպատակներով ներկայացումով էինք հանդես գալիս եւ այնտեղ հանդիպեցին երեխաների, որոնք չգիտեին ներկայացումն ինչ է, թատրոնն ինչ է, զարմացած նայում էին մեզ վրա։ Սերունդ կա, որ թատրոն չի տեսել։ Կցանկանայի, որ թատրոնների ծախսերը հոգային, որպեսզի վերջիններս հաճախ հնարավորություն ունենային այցելելու մարզեր։ Ժամանակին մարդիկ մարդկային էին, հիմա ոչ, շատ են էգոիստացել, մտածում են իրենց մոտ ամեն բան կարգին է, մնացածը հեչ։ Հաշվի չեն առնում, որ իրենք կարող են մյուսների պես նույն կոտրած դաշտակի առջև հայտնվել։ Ես կուզենայի Չիպոլինոն բեմադրել։ Տեսեք, Չիպոլինոն տրորում է արքայազն լիմոնի ոտքը, որը պարոն Լոլիկի ժառանգն էր, վերջինս դատի է տալիս Չիպոլինոին եւ նրա ընկերներին։ Շատ հետաքրքիր գործ է, որն այսօր էլ որքան արդիական է, չի հնացել։ Ամբողջ աշխարհում գոյություն ունի արծարծվող խնդիրը, մարդկային հարաբերությունները պետք է վերանայվեն։ Ես ռեժիսորին լսող դերասան եմ, նախ փորձում եմ հասկանալ, թե ինչ է ուզում ինձանից ստանալ։ Հարցեր կան, որոնք շշափվում են, պատահում է ստեղծագործական վեճ է լինում։ Դերասանը երեխայի պես է, կարող է բռնկվել, խաղաղվել, եթե դա չլինի, ուրեմն կլինի միապաղաղ կյանք։ Ում է պետք այն ընտանիքը, եթե ամուսինները չեն վիճում, ում են պետք մանկության այն ընկերները, որոնք չեն վիճում։ Թող մեծամիտ չհնչի ասածս, բայց դերասանի մասնագիտությունն այնպիսին է, որ պահանջված լինելը միշտ էլ ցանկալի է։ Կարելի է ասել, որ դա մասնագիտական հիվանդության պես մի բան է։ Լավ առումով ասված, պետք չէ դրանից վախենալ։ Չնկատված լինելը, ստվերում մնալը ցավոտ է յուրաքանչյուր մասնագիտության տեր մարդու համար, անկախ նրանից դերասան է, քարտաշ թե նկարիչ։ Դա զգացել
ապրել եմ սեփական մաշկիս վրա, շատ կարճ տևեց կյանքիս այդ շրջանը։ Հիմա այլ կերպ կնայեի, երբ բոլորում է 40-դ, սկսում ես եզրակացություններ անել, այլ տեսակ ես մոտենում այս կամ այն հարցերին։ Իհարկե ավելի խոհուն եմ դարձել, յուրաքանչյուր մարդու վրա էլ ազդում է տարիքը, եթե նախկինում շուտ էի բռնկվում, հիմա ոչ, հասարակ բան մարդու հետ խոսելիս ավելի շատ խոսում էի, քան լսում, հիմա ճիշտ հակառակը, ոչ մի ազդեցություն էլ չկա ճիշտ սերիալային հերոսներից, ես ընդհանրապես կերպարի ազդեցության տակ երբևէ չեմ ընկնում մի պարզ պատճառով, ժամանակ չունեմ, պատահում է օրվա ընթացքում նկարահանումներից հետո գալիս եմ թատրոն, ճիշտ հերոսներից հետո խաղում եմ իրարից շատ տարբեր կատակերգական հերոսներին, իդեպ ինձ չի նյարդայնացնում այն փաստը, որ հանրությունը բավական լուրջ է ընկալում սերիալը, հաճելի է, երբ ճանաչում են, ժպտում են, բարևում են, շատ դրական եմ մոտենում այդ փաստին, երբ խնդրում են լուսանկարվել իրենց հետ, ապա մեծ հաճույքով լուսանկարվում եմ, հանրային մարդը իրավունք չունի լինել գոռոզամիտ, ուրախ եմ, որ թատրոնում կա ջահելություն, շարունակություն կա իրենց կողքին, դու էլ ես քեզ ջահել զգում, բաներ կան, որ ասում եմ չանեն, չկրկնեն իմ սխալները, ես այն մարդկանցից չեմ, որոնք ասում են միայն ես եմ լավը, ես այն մարդկանցից չեմ, որ երազում է Ռոմեո խաղալ, դերեր կան, որոնք ուզում եմ չխաղալ, դերը պետք է տարիքին համապատասխան լինի։ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում Հովակ Գալոյանը հանդես է եկել բազմաթիվ ներկայացումներում, նրա խաղացած դերերից են Արմենակը Փարիզեցի Փեսան ներկայացումից, Դավիթը Արևը ձեզ հետից, Կոտեն խանումի արարքներից, Ֆաբրիցիոն հյուրանոցի տիրուհին ներկայացումից, Արլեքին խաղ սիրո և պատահականության ներկայացումից, Մարկիզը, Կինեսիասը, Մուկուչը, Քերոփյանը, Ռիկարդոն, Նիկոն ու Թոբին։ Հովակ Գալոյանի հեռուստատեսային նախագծերն ու ֆիլմերը ևս բազմազան են։ Նա նկարահանվել է այնպիսի ֆիլմերում ու սերիալներում, ինչպիսիք են Մեծ պատմություն փոքր քաղաքումը, Չղջիկներ չեզոք գոտին, Հովիվը, Որոգայթ, Կանչ, Սյունանուշ, Իմ խաչը, Դպրոց առանց ուսուցիչ։ Հեռուստասերիալներից էլ կարելի է նշել Ճակատագրի գերիները, Եզրագծից այն կողմ, Դժվար ապրուստ, Երեք կյանք, Խաղից դուրս, Լույսի պահապանը, Առաջնորդները, Սահմանին, Աբելի քույրը, Փրկագին, Քարտ բլանշ, Փոխնակ մայրը, Օտարը, Էլենի օրագիրը, Թղթե երազանք, Փափուկ խաղալիք, Խապկանք, Երդում, Հատուկ դասարան, Տիկին նախարարը, Կույր աշխարհ, Մոխրոտի երազներն ու դե իհարկե Վերջին զանգը։